Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի մի եթերում, այսօր մի կարևոր թեմայի եմ անդրադառնալու, իշխանությունները, այս հատկապես քաղաքային իշխանությունները հայտնի են նրանով, որ կառավարման վերջին տարիներին կարողացել են Երևան քաղաքին մեծ բնապահպանական վնաս հասցնել, վստահ եմ բոլորդ տեսել եք կադրերը, իրականությունը Երևանի, որ քաղաքի տարբեր հատվածներում հազարավոր առողջ, մեծ և քաղաքացիների համար օգտակար ստվեր ստեղծող ծառեր հատվեցին, ասում էին, որ այդ ծառերը վնասակար են, փչացած են, չգիտեմ, հնարավոր չէ բուժել, մասնագետները այլ պնդումներ էին անում և այս առումով քաղաքային այս իշխանությունները ՔՊԱ-կան հայտնի է որպես բնապահպանական ցեղասպաններ, Երևան քաղաքը վերածել են ուղղակի անապատի, ինչ-որ ծառեր են բերել Ճապոնիայից, սակուրաներ կամ ավելի փոքր սաղարթ ունեցող ծառեր, մարդիկ հատկապես այս շոկ եղանակին ուղղակի տեսնում են իրենց կայացրած որոշումների դժոխային հետևանքը։ Եվ վերջերս հետաքրքիր է մի հաղորդագրության ծանոթացա, որ այս բնապահպանական ցեղասպան իշխանությունը Երևանում, ավելի շուտ Նուբարաշեն համայնքի տարածքում, Նուբարաշենի աղբավայրի մոտակայքում հիմնում է 8.5 հեկտար անտառաշերտ։ Ինչ խոսք, բավական տպավորիչ թիվ է և միանգամից ասեմ, որ դա ուրախալի լուր էր ինձ համար, հատկապես որ միշտ իմ ճանապարհին է գտնվում աշխատանքի գալու և հետաքրքիր ծրագիր կլիներ։ Հիմա եկեք ծանոթանանք ծրագրին և գանք նրան, թե ինչու եմ որոշել այս թեմային անդրադառնալ։ Ուրեմն Երևանի քաղաքապետարանը հետաքրքիր հիմնավորումներ էր բերել, որ Նուբարաշենի խճուղու հարևանությամբ անտառաշերտի ստեղծման բնապահպանական ծրագիր կազմվել է ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին օրենքի 3-րդ հոդվածի առաջին կետի 6-րդ ենթակետի հիման վրա, կանաչ գոտիների պահպանման, վերականգնման, բարելավման միջոցառումներ, շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մաս հանվող գումարների հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի մշակման կարգը սահմանելու մասին N310N հրամանի հավելվածի 5-րդ կետի պահանջներին համապատասխան ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել Երևան քաղաքի զարգացման միամյա և հնգամյա ծրագրերը, Երևանի կանաչ քաղաք գործողությունների ծրագրի բնապահպանական միջոցառումները, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի H21A որոշմամբ հաստատված, որոնք ուղղված են համայնքների կայուն զարգացման, անտառների և կանաչ տարածքների վերականգնման, աղբահանությանը, կոմունալ տնտեսության աշխատանքների բարելավմանը, շրջակա միջավայրի և հանրային առողջության պահպանմանը։ Ուրեմն ասում է ծրագրի նպատակը Երևան քաղաքն ունի խիստ ցամաքային կլիմա և բնակչության թվաքանակով կարելի է դասել խիտ բնակեցված խոշոր քաղաքների թվին, որոնց բնորոշ է ծանրաբեռնված տրանսպորտային երթևեկությունը, քաղաքային բաց աղբավայրը, արդյունաբերական ձեռնարկությունների առկայությունը, արդյունաբերական ձեռնարկությունների 36%-ը գտնվում է Երևանում։ Քաղաքի տարածքում շահագործվող թվով 15 հանքերի ակտիվ շինարարական աշխատանքները և այլն։ Մայրաքաղաքի կանաչ տնկարկների վիճակն ընդհանուր առմամբ չի բավարարում տարածքների էկոլոգիական զարգացման ներկայիս պահանջներին։ Մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքը կազմում է 8.3 քառակուսի մետր։ Թվարկված գործոններով է պայմանավորված քաղաքի շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչներում հայտնաբերված փոշու, գազային աղտոտիչների, ծանր մետաղների, սահմանաթույլատրելի պարունակությունների գերազանցումները, որոնք անմիջականորեն զուգորդվում են մարդկանց մոտ առողջական ռիսկերի ավելացման։ Վերջին տվյալներով Երևանի կանաչ տարածքները պաշտոնապես կազմում են շուրջ 6760 հեկտար, ինչը քաղաքի ընդհանուր մակերեսի 30%-ն է։ Այս ցուցանիշը համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների պետք է լինի առնվազն 40%։ Դեռ վիճելու բան չունենք քաղաքապետարանի հետ։ Սրա մեջ մտնում են ընդհանուր և սահմանափակ օգտագործման հատուկ նշանակության կանաչ տարածքները, ընդհանուր օգտագործման կանաչ մակերեսը կազմում է շուրջ 906 հեկտար, այն կազմում է կանաչ տարածքի 12.8%, սակայն պետք է լինի առնվազն 25%։ Այն շատ չնչին, սակայն ավելացել է վերջին 9 տարիների ընթացքում։ Հարկ է նշել, որ Երևանում առկա կանաչ տարածքները ոչ միշտ են լավ փոխկապակցված
ինչը կարող է լրացուցիչ խոչընդոտ ստեղծել կենսաբազմազանության պահպանման համար։ Մեկ բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքը կազմում է շուրջ 8.3 քառակուսիմետր, ինչը ցածր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ցուցված նվազագույն արժեքից 9 քառակուսիմետրից, իսկ ցանկալի ցուցանիշը կազմում է 50 քառակուսիմետր։ Երևան քաղաքի զարգացման ռազմավարական փաստաթղթերում ամրագրված է կանաչ տարածքների ավելացման հանձնառությունը հասնելու եւ գերազանցելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ցուցված նվազագույն արժեքը։ Ուրեմն գալիս են ծրագրի նպատակին, արդեն կոնկրետ այս ծրագրի նպատակը։ Ծրագրի նպատակն է Նուբարաշենի խճուղու հարակից 8.5 հեկտար տարածքում անտառաճման բավականին բարդ պայմաններ ունեցող տեղանքում ստեղծել անտառային գոտի, ավելացնելով Երևան քաղաքի կանաչ տարածքները, բարելավելու տարածքի միկրոկլիման, նվազեցնելու Նուբարաշենի աղբավայրի բացասական ազդեցությունները Ներեբունի եւ Նուբարաշենի բնակելի զանգվածների վրա։ Այդ նպատակով 2019 թվականին Երևանի քաղաքապետարանի պատվերով Երևան նախագիծ ՓԲ-ի կողմից կազմվել են Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի հարևանությամբ անտառաշերտի ստեղծման աշխատանքների նախագծահաշվարկային փաստաթղթերի փաթեթը, որը ներկայումս ունի լրամշակման կարիք եւ Երևանի քաղաքապետարանի կողմից նախապատրաստվում դրանց լրամշակման աշխատանքները գնումների ընթացակարգով։ Այս աշխատանքների ընթացքում ուսումնասիրվել է տարածքի փաստացի վիճակը, կատարվել են տարածքի տեղագրական հանույթ, կատարվել է հողագիտական ուսումնասիրություն, ըստ նախահաշվային փաստաթղթերի աշխատանքների արժեքը կազմում է 178 միլիոն դրամ։ Արժեքը կփոխվի նախագծի լրամշակման արդյունքում։ Ֆինանսավորման բացը կհամաֆինանսավորվի Երևանի քաղաքապետարանի կողմից։ Ուրեմն այդ առաջին ծրագրում նշվում է, որ առաջին փուլով 101 միլիոն դրամ են նախատեսում, հետո Երևան քաղաքի պաշտոնական կայքում գտնում ենք պայմանագրեր Բերդշին ՍՊ-ի հետ 212 միլիոն դրամի, որ արդեն պիտի սկսեն անտառաշերտի ստեղծում, ծառերի տնկում, հողային աշխատանքների իրագործում, ծառերի տնկում, ջրային ցանցի անցկացում, իհարկե մինչև ծառերի տնկումը եւ համակարգի ստեղծում։ Անկեղծ ես փաստաթուղթը, որ կարդում ես, ասում ես ապրեք ՔՊԱ-կաններ, քաղաքային իշխանություն, 8.5 հեկտար անտառաշերտ ստեղծելը ֆանտաստիկ ծրագիր է։ Եվ ամենօրյա ռեժիմով տեսնում է այն աշխատանքը, որ կատարվում էր։ Հազարավոր, կարծեմ մոտ 10,000 ծառա տնկվել, ծառ եւ թուփ, տարբեր տեսակի բուսատեսակներ են, ծառատեսակներ են տնկվել, ջրի ցանցեր անցկացվել, մի խոսքով, ընթացքում այնինչ տեղի ունեցավ հարիր էր քաղաքացիական պայմանագրի կառավարմանը։ Հիմա առաջարկում եմ տեղափոխվենք այդ 8.5 հեկտար անտառաշերտ, տեսնենք ինչպիսի անտառաշերտ եւ կանաչ գոտի են ստեղծել ՔՊԱ-կանները 212 միլիոն դրամ ծախսելով։ Խնդրեմ։ Ահա քաղաքացիական պայմանագրի օրոք Երևան քաղաքում Նուբարաշենի աղբավայրի մոտ իբրև թե տնկված անտառաշերտը, որն արժեցել է քաղաքային բյուջեի վրա 212 միլիոն դրամ։ Գնանք տեսնենք ինչ վիճակում է անտառաշերտը։ Ահա այս տեսքն ունի 212 միլիոն դրամ ծախս տեսած այգին, տեսեք ծառերը չորացած են մեծ մասով, ուղղակի ծառ գոյություն չունի։ Հիմա ցույց տամ նաև ինչ վիճակ է։ Տեսեք ծառը, որը կանաչել է, ասենք եզակի ծառերից, հողը ինչ չոր է, չորությունից ճաքել է, այսինքն չի էլ ջրվում, որ այս ծառերը փրկվի։ Հողի ճաքը տեսեք, են էլ այս անձրևների վիճակում, վստահաբար այս ծառերն էլ են չորանալու, ամենայն հավանական, տեսեք, այս է 212 միլիոն դրամ արժեցած այգին, չորացած ծառեր։ Ահա 212 միլիոն արժեցած այգու մյուս հատվածը, ինչպես տեսում եք, ծառերը տնկված գրեթե 99%-ով չորացած են։ Հիմա կմոտենանք ընթացքում կտեսնենք, չի ջրվում, տեսեք ծառը
Չի ջրվում։ Խողովակի մեջ ընդհանրապես ջուր չկա։ Այս անցքերից ինքը պետք է ջուր թողեր։ Այս անցքերից։ Այգի են հիմնել։ Են հերվում տեսնում եք կիպարիսներ են կամ մի խոսքով եղևնազգի ծառեր են, բոլորը չորացած։ Այստեղ դեռ կան կանաչ ծառեր, բայց ջրված չեն, տեսեք, 1, 2, սրանք հացենիներ են, ավելի դիմացկուն ծառեր են, չգիտեմ ինչ ծառեր են, ավելի դիմացկուն են, մի քանիսը կանաչ կան, բայց սրանք էլ կչորանան, որովհետև չեն ջրվում։ Են հերվի, տեսնում եք, եղևնազգի ծառերը բոլորը չորացած են, մեկը կա, չէ, բոլորը չորացած են։ Տեսեք, ծառերը տնկված են ու չջրվելու պատճառով ծառը չորացած է, շուտ փշատերև ծառը։ Որ հողի չորությունը հասկանաք, սա ջրված հող չի։ Ջրված հողը չէր կարող սենց փոշի հանել։ Ու երեք անձրև է եկել այս տարածքում, իսկ սա հայտարարություն է ուղղակի։ Ահա 212 միլիոն արժեցող այգին։ Ինչպես տեսնում եք, ծառերը, ես տարբեր կտորներից ցույց կտամ, գրեթե 99%-ով չորացել են չջրվելու պատճառով 212 միլիոնանոց այգում։ Սա իբր երևի անձնակազմի տնակն է, որևէ մեկը չկա, սա պոմպակայանն է, որից ջուր պետք է գար, խողովակները կիսատ, այստեղ գցած, համակարգը չկառուցած ամբողջապես, ծառերը տնկել են, ծառերը չորացել է, ու իրենք համարում են, որ անտառաշերտ են հիմնել 8.5 հեկտար, որի համար 212 միլիոն գումար են ծախսել։ Ահա, սիրելի հեռուստադիտողներ, դուք տեսաք, թե 212 միլիոն դրամով, սա ավելի քան կես միլիոն դոլարից ավելի է, մոտ կարելի ասել 600,000 դոլարի, մոտ չէ, 600,000 դոլարի չափ գումար է ծախսվել, որ ահա այսպիսի անտառաշերտ ստեղծվի։ Դուք տեսաք տեղում ուղղակի դժոխային տեսարան է, 10,000 ծառերի 99%-ը չորացած են։ Այս անձրևի պայմաններում հողը դուք տեսաք, թե ինչպես էր փոշու վերածվել, ոչ ջրվում է, ոչ հսկողներ կան, ոչ համակարգը ավարտված է։ Անգամ ծառեր կան, որոնք փրկվել են այս դժոխային շոքին, այդ ծառերն անգամ չեն ջրվում, այսինքն դրանք էլ վստահաբար առաջիկայում կչորանան ուղղակի։ Ծառերի մեծ մասը ուղղակի չորացել են ջրի բացակայության պատճառով։ Ես ամենօրյա ռեժիմով անցնում եմ այդ այսպես կոչված անտառաշերտի կողքով, երբևէ չեմ տեսել ծառերի խնամքով զբաղվող մարդկանց, չեմ տեսել, որ այդ ծառերը տնկվելուց հետո տիրություն արվեն։ Ի վերջո, խոսքը 600,000 դոլար կամ 212 միլիոն դրամ ծախսելու մասին է։ Տասնյակ միլիոնավոր դրամներ են վստահաբար ծախսվել այդ ծառերի գնման համար։ 10,000 ծառ, 99%-ը չորացած։ Դուք պատկերացնում եք ինչ կլիներ, եթե որևէ ընդդիմադիր պետական միջոցներին, համայնքային միջոցին, ասենք 1 միլիոն դրամի վնաս հասցրած լիներ։ Կփռեին ասֆալտին, առյուծներ ունենար, առյուծներին կսատկացնեին, շներ ունենար, բերման կենթարկեին։ Ծանոթ կին բան լիներ կալանքի կտանեին, բայց այս մարդիկ շատ հանգիստ ուղղակի 212 միլիոն դրամը ոչնչացրել են։ Լավ, ենթադրենք այդ հողային աշխատանքը չի վերանալու, այդ համակարգը, որ անցկացրել են, չի վերանալու, չէ՞, բայց մի քանի տասնյակ միլիոն դրամ ծախսվել է, չէ՞, ծառերի գնման համար։ Այդ գոնե հաստատ վերանալու է։ Ով է սրա համար պատասխանատու։ Սա հարց է, որին պիտի պատասխանեն իշխանությունները, իհարկե առաջին հերթին քաղաքային իշխանությունը, հետո Նիկոլ Փաշինյանի թիմն ամբողջությամբ։
Եվ այս անտառաշերտի հիմնում այս ծրագիրը լավագույնս ցույց է տալիս ՔՊ-ի կառավարման որակները։ Իրենց բոլոր ծրագրերը այսպիսին են. գովազդային մեծ արշավ, հայտարարություններ, լայքերի հավաքում, ծափահարություններ, հետո ծրագիրը տապալվում է։ Բոլորը չի եղել ծրագիր, որ սկսեն ու ավարտեն այս մարդիկ, ասես լավ, չէի կարում հայրենիքի սահմանները պաշտպանել, պատերազմ չեք կարում հաղթել, COVID-ի դեմ չեք կարողանում պայքարել, լավ, գոնե անտառաշերտ կարողանում եք հիմնել։ Էդ էլ չեն կարում։ Ասֆալտ կարողանում եք անել, դա էլ չեն կարողանում անել։ Այսինքն այս մարդիկ անպիտան են ամեն բանի համար։ Այ միակ մի բան կա, որ իրենք ֆանտաստիկ ձևով կարողանում են անել, դա պետական միջոցների մսխում, թալան, ոչնչացում եւ աննպատակ ծախսում։ Այ դա այդտեղ քաղաքացիական պայմանագիրը ուղակի հավասարը չունի։ Ես հուսամ, որ այս կադրերից ու եթերից հետո արձագանք կլինի եւ կասեն ովքեր են պատասխանատու այս ծավալի ահռելի միջոցների մսխման եւ հազարավոր ծառերի ուղակի չորացման համար։ Լավ մնացեք, կհանդիպենք։